ազգի պատվի հարց է։ Ասաց, գնաց ու արեց։ Դեռևս ամիսներ առաջ էր աշխարհի չեմպիոնը Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել, որ պատրաստ է գնալ Բաքու եւ բարձր պահել Հայաստանի պատիվը։ Եթե հնարավորություն ընձեռվի, իհարկե ես պատրաստ եմ գնալու, պետք է ավելի լավ մարզվեմ իմ մաքսիմալի չափով, քանի որ շատ պատասխանատվություն կա այդ ամենի մեջ։ Աստված առաջ, եթե մասնակցեմ, կփորձեմ լավագույնս ներկայանալ։ Ադրբեջանական մրցակցորգին մեր մարզիկը պարզապես ճախրում էր։ Նա մեկը մյուսի հետևից տպավորիչ հաղթանակներ տարավ, այդ թվում պարտության մատնելով թուրք ըմբիշին։ Եզրափակիչում Ջանեսի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչն էր։ Գոտեմարտը բարդ էր, բայց հայամբիշը մեկ նպատակ ուներ՝ հաղթել, ծածանել հայոց եռագույնն ու հնչեցնել Հայաստանի օրներգը։ Բա ամեն անգամ չի որ կարաս վայելես։ Ինչ վերաբերվում է դրոշով քայլելուն եւ այլն, ուղղակի հպարտություն եւ հուզմունք էր դա, որ կարողացա հասնել դրան։ Ջանեսը նշում է, որ ի սկզբանե լարվածություն եղել է։ Տրիբունաների սուլոսներն էլ ինչ որտեղ մեծացնում էին այդ լարվածությունը։ Պատասխանատվության զգացում էր, փառք Աստծո, գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք տարել, որը սխալներ կային, բայց փառք Աստծո, որ այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա։ Ընդհանուր մրցելույթս լավ կգնահատեմ, կարծում եմ մարզիչներն են նույն կարծիքի։ Հայաստանի հիմնը Բաքվում հնչեց, բայց Ադրբեջանինը ոչ։ Ոսկե մեդալ չունեցան։ Իրանք շատ տխրեցին այդ պայմանը։ Ասենք, որ ոսկե մեդալները բաժանվեցին աշխարհում մեկ Ամերիկայից բռնած, ամենտեղ բաժանվեց, բայց իրանց մոտ, իրանց հարկի տակ իրանք չկարողացան ոսկի մեդալ նվաճել։ Իրենց համար շատ բազուր էր, այսպես ասած։ Ադրբեջանում մենք ունեցանք նաև երկու բրոնզ, պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Արարատ Ավետիսյանն ու Գևորգ Հարությունյանը։ Ես որ պարտվեցի, իմ սրտի խորքում շատ ուժեղ ցավ զգացի, հետո հասկացա, որ կարամ բրոնզե մեդալ վաստակեմ ու գնացի միջև վերջ։ Ձեռքից ցավին այդ ժամանակ էլ չեմ նայել։ Կառանձնացնեմ վերջի գոտեմարտը, որ ժամանակից շուտ ավարտվեց, ընդհանուր լարվածություն կար, բայց շատ քիչ էր։ Գոհ եմ արդյունքից, որ կարողացա գոնե նվաճել 3-րդ մրցանակը տեղը, բայց կցանկանայի, որ առաջի տեղը գրավեի։ Այս օրերին մեդալների համար պայքարելու են մեր ազատ ոճայինները, արդեն իսկ հաղթանակ ունենք ադրբեջանցի մարզիկի նկատմամբ։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։